Ճանապարհային նշանները երթևեկության ամենակարևոր բաղադրիչներից են։ Դրանք լինում են 8 խմբի՝ նախազգուշացնող, առավելության, թելադրող, հատուկ թելադրանքի, տեղեկատվության, լրացուցիչ տեղեկատվության եւ սպասարկման։ Լինելով այդքան շատ, երբեմն բացակայում են եւ վթարի պատճառ դառնում։ Վթարը տեղի է ունեցել հենց այստեղ Երևան-Սևան եւ Առինջ-Մոլ տանող ճանապարհների խաչմերուկում։ Այս խաչմերուկը չկարգավորված խաչմերուկ է, բացակայում են գլխավորի եւ երկրորդական ճանապարհների համապատասխան նշանները։ Բախումը տեղի է ունեցել, ինչպես որ գրված է փորձագետի եզրակացությանը, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է այն, որ բացակայել են համապատասխան նշանները։ Լիճելու նշան պետք է լինի, այստեղից էլ գլխավորին նշան լինի, որ այն մարդիկ հստակ իմանան, թե չէ այս առանց նշանի իրանք ունեն առավելություն, որտեղ իրանց համար այս ճանապարհը գտնվում է ձախ կողմի եւ հետեւաբար այն որ ասում են աջ կողմի կանոնները կիրառելով, վտարը եթե լինի, ուրեմն մեղավորը կճանաչեն այս երթևեկով։ Դրա համար վտարը որ լինում է, չի կարելի ասել ով է մեղավոր։ Այստեղ նշան ոչ այստեղ կա, ոչ այստեղ կա, այ կա օբյեկտներ կան, բայց նշան չկա։ Հիմա նայենք տեսնենք, այստեղ ինչ որ մի հատ, չէ, այստեղ ցանկապատն է փլվել։ Հասկացանք, այստեղ ցանկապատ է փլվել։ Նշան չկա, մի խոսքով ոնց որ մենք տեսնում ենք, դե նշանը պետք է դրվի այստեղ, խաչմերուկից անմիջապես առաջ։ Սա կանոններն են ասում, որ սա գլխավորն է, այո։ Մի հատ ասեք, դուք այս խաչմերուկը անվտանգ եք համարում։ Ոչ, իհարկե ոչ։ Ինչու՞։ Որովհետև ձախից շատ է գալի ու մի հատ լույս չկա, որ այդ կողմից կանգնացնեն, մենք գոնե անցնենք։ Օրինակ, այստեղ զիջելու նշան պետք է լինի, ստեից միայն աջ լինի, որտեղ ձախը ոչ մի կերպ չի կարող գնա աջ հակա։ Ժամանականում այստեղ կարող է 20 սպասից ու չկարանացնել։ Ցանկալի գնել, որ ավելացնեին ցուցանակները ճիշտ դնել, մարդիկ կարողանային հանգստել։ Անվտանգ ես համարում այս խաչմերուկը։ Չէ, անվտանգ չի։ Ինչի համար։ Որովհետև չես կարող դուրս գալ։ Դուք ես համարում ես որպես որ ճանապարհով մտնող ես խաչմերուկը։ Դե միջով մտնում ես ուսուս ռազմարոդ անելու արդեն խավ վթարը ապաստի է շատ։ Դրա խաչմերուկի մասին տեղեկացված ենք եւ շատ շուտով այս խաչմերուկը կահավորվի համապատասխան նշաններով։ Եվ մոտակայքում այդ հարցի լուծումը կտրվի։ Իսկ ինչ նշաններ պետք է տեղադրվի։ Պետք է հստակ արդեն երևա որն է գլխավոր ճանապարհը, որը երկրորդական։ Որ կողմից եկող տրանսպորտային միջոցի վարորդները պետք է զիջեն, որ կողմինը ոչ։ Այ հիմա տեսեք բոլորը այստեղ կանգնած զիջում են, չէ՞, այնտեղից եկողների։ Փաստորեն մեր վարորդները առանց նշանների էլ կարողանում են ճիշտ կողմնորոշվել։ Կարողանում են, բայց ամենի դեպքում պետք է նշանները լինի, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն, խուսափենք պատահարներից։ Կոմիտաս Գյուլբենկյան-Կասյան խաչմերուկն է։ Ձախ գոտին նախատեսված է միայն հետադարձի համար։ Վերևում տեղադրված է 6-3-1 նշանը, որն ասում է հետադարձի տեղ։ Մինչդեռ գծանշումն արգելում է կտրել հոցգիծը, որով պետք է առաջնորդվի վարորդը։ Այդ դեպքերում, երբ նշանի պահանջը հակասում է գծանշման պահանջին, ապա վարորդը իրավասու է կիրառել այն պահանջը, որը բանետնպաստ է իրեն համար, այսինքն տվյալ տեղում կատարել հետադարձ։ Ինչ վերաբերվում է, թե այդան իբրև ուղղությունը ցույց տվող նշան է, ապա ճանապարհային երթևեկության կանոններում ուղղությունը նշանակող նշան գոյություն, այդպիսի նշան գոյություն չունի։ Հետևաբար տեղադրված նշանը հակասում է թե ճանապարհային երթևեկության կանոնների, թե կառավարության որոշումների այդ պահանջներին։ Նշանները ճիշտ է դրված, վարորդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել ու շատ է պատահում վարորդից որ մոտենում ու ասում որ իրոք ճիշտ որոշում էր տվյալ խաչմերուկի համար։ Տեղեկատվության նշաններ 6-3-1 ասում է հետադարձի տեղ, այսինքն տեղը որտեղ կարելի է կատարել հետադարձ ցանկության դեպքում վարորդի, որտեղ որ թույլատրվում է կատարել հետադարձ։ Եթե միայն հետադարձ նշանը դրված է, արդեն վարորդները պետք է կողմնորոշեն որ խաչմերուկից պետք է հետադարձը կատարեն։ Որովհետև միջ խաչմերուկը կրկնակի հաղորդիր հոսքերի իրարից բաժանող հոսքից է։ Նշանները կարող է հետո առաջ լինեն, բայց չի նշանակում որ հենց նշանը որտեղ տեղադրված է, նույն տեղից հետադարձ պետք է կատարվի։ Այս նշանի դեպքում, եթե չեմ ուզում կատարել, այդ ուղղությամբ կարող եմ ցանկացած ուղղությամբ գնալ, համ հետադարձ կատարել, համ ձախ շրջադարձ կատարել, համ ուղիղ գնալ։
Այո, որովհետև այս նշանը ձեզ չի ասում, այստեղ ուղղության նշանն է դա։ Չկա այդպիսի նշան։ Այս նշանը, որ դրված է ստեղ, տալիս է վերաբերվում է միայն 5-րդ գոտում, որը նախատեսած է հետադարձի համար։ Ուղիղ երթևեկելու դեպքում նշանակված է վարչական տուգանք, վարորդներ այդ ամենի պատասխանատու եւ նշանների պահանջը կատարելու եւ չկատարելու համար։ Իսկ վարորդներն էլ պարզ է, եթե կա գոյություն ունի կրկնակի հոսքից, ապա այդ հոսքերը նա ոչ մի դեպքում իրավունք չունի հատելու։ Վարորդը եկել է այս ստրեչի խաչմերուկն այսպես կոչված Ռոստովյան փողոցով մոտեցել է ուրեմն այս տարածքին, ենթադրել է, որ այստեղ հետադարձի տեղն է։ Դրա համար որ կատարել է այստեղ հետադարձ, ուղղանվել է 10,000 դրամի չափ։ Այստեղ սարքված է միքսեր, այսինքն բերել են մի ամանի մեջ լցրել երկու նշան, խառնել են ու ասում են այ ղեկավարվի վարորդ, ոնց ճանապարհային երթևեկության կանոններում այսպիսի նշան, այն ինչ որ նկարած է ձախ գոտում, գոյություն չունի։ Հայաստան Հանրապետությունում նման նշաններ կիրառվում են, գոյություն ունեն եւ դրանք օրենքով ամրագրված են։ Նայեք հիմա երկու մեքենա անում են տարբեր տեղերից հետադարձը, ով է ճիշտ։ Ինձ թվում է, որ երկուսն էլ ճիշտ են, որովհետև այն կողմը ընդհատվող գծերը չկա, գնացել է ընդհատվող գծերում արել։ Իսկ սա էլ անում է այնտեղ, որտեղ որ նշանն է դրած։ Եթե ընդհատվող հոսգծեր կան, թույլատրվում է։ Տվյալ դեպքում, քանի որ չկան ընդհատվող հոսգծերը, ընդամենը 3 մետր այն կողմից, պետք է հետադարձը կատարվեր 3 մետր նշանից այն կողմ։ Դուրս եկավ հակասություն, վարորդը կատարում է կանոնների պահանջը եւ տուգանվում։ Դու արեցիք հետադարձ այն տեղը, որտեղ արգելվում է հետադարձը։ Նշանը ձեզ ինչ էր ասում։ Ասում որ հետադարձ կամ ուղիղ։ Որ այդ հետադարձը տեղ է։ Այո։ Դուք տեսել եք այդ տեսակ նշան որևիցե տեղ Երևանում։ Այսպիսի նշան։ Այդ նշան, որ համուղիղ ցույց տա համ հետադարձ։ Ձեզ համար ծանոթ է այդ նշանը։ Առաջի անգամ այդպես նշան եք տեսնում։ Իմացեք, եթե հանգարց ձեզ գա տուգանք, խնդրում եմ կգաք մեզ մոտ։ Եթե ուզում եք, որ 50 մետրից հետո մի հատ առանձին այս նշանն են տեղադրում ու տակը դնում են ցուցանակ 50 մետրից հետո։ Եթե հետադարձի նշան կա, այդ դեպքում արդեն ավելորդ է մյուս նշանը դնել, որ 3 մետրից հետո կարող եք հետադարձ կատարել կամ 10 մետրից հետո։ Անմիջապես նշանից հետո կարելի է կատարել հետադարձ, եթե չկա հոսքից։ Կան իրավիճակներ, երբ վարորդներին թվում է, թե նշանը սխալ է։ Օրինակ այստեղ թելադրող նշան է, ուղղությունը աջ կամ ձախ։ Սա արդեն իսկ նշանակում է, որ ուղիղն արգելվում է։ Կառավարության որոշմամբ տեղադրվում են թույլատրող եւ ոչ թե արգելող նշանները։ Պատկերացնում եք ինչ կկատարվեր, եթե միանգամից տեղադրվեին մի քանի նշան։ Հիմա էլ վարորդները կբողոքեին դրանց առատությունից։ Խաչմերուկներում հետադարձ կատարելը բավականին բարդ գործընթաց է։ Հասկանանք ինչպես կարելի է ճիշտ հաղթահարել այդ խոչընդոտը։ Հատուկ տեղերում հատկացված հետադարձ, երբ որ կատարում ենք, այդ հետադարձը հեշտ են կատարում, իսկ խաչմերուկներում այդ գործոնը մի քիչ դժվար է ստացվելու, շատ գազմիթվեք է մնում։ Հիմա մենք մոտենում ենք խաչմերուկին, ձախ թարթը չմիացրեք, իջացրեք արագությունը։ Հիմա փորձենք այդ խաչմերուկից հետադարձ կատարել։ Իսկ
տարբերություն կա խաչմերուկում է հետադարձը, թե ասենք օրինակ այստեղ Հատուկ նախատեսած վայրերում, երբ որ հետադարձ են կատարում, այդտեղ ավելի հեշտ է կատարում հետադարձը, իսկ խաչմերուկներում դա մի քիչ դժվար է կատարում։ Մենք պետք է մինչև խաչմերուկի մեջ հա, կենտրոն հասնենք, գազ մի տվեք, իջացրեք արագությունը, հիմա ղեկը պտտենք, մոտ գործենք, միջև վերջ ենք պտտելու, այո, մի քիչ առաջ գնացինք և գնացինք, կատարենք, ավելացեք արագությունը, գազ տվեք, ղեկը ուղենք, գազը պետք է լինի չափի մեջ։ ստացվեց, այո։ բայց կարող էր ավելի լավ, չէ։ Չէ, դուք ուզում եք գազ տայք, սկզբից գազ տալը պետք է ղեկը ուղենք, նոր հետո գազ տանք։ Զգացի, որ խաչմերուկ մուտք գործելուց արդեն ավելի շարքով գնացեք, շատ գազ պետք է։ դժվար էր Հա, արագ հետո խաչմերուկը եթե լինում աննեղ, շատ վարորդներ արդեն չեն կարող անտեղ հետադարձ անեն և եթե նկատած կլինեք հետադարձ անելու ժամանակ խաչմերուկում հետընթաց են կատարում, որը կատեգորիկ չի թույլատրվում։ Ձախ կողմում մեքենաներ կան կանգնած։ Հետադարձի համար խաչմերուկից մեզ շատ հնարավոր է խանգար են, չէ։ Հա, եթե բայց հիմա մենք մոտնանք խաչմերուկին հասկանալի կլինի, եթե շատ մոտ կանգնած եղան խաչմերուկին, այդ դեպքում մենք հետադարձ չենք կատարում, մենք կանցնենք շրջադարձ կկատարենք, կգնանք ձախ։ Այսինքն, եթե նույնիսկ մեզ շատ պետք է հետադարձ անել, եթե տեսնենք վտանգը չենք անի, մոտնալով խաչմերուկին տեսանք, որ հետադարձը մեր մոտ չի ստացվի մի գործողությունով, այդ դեպքում ավելի լավ մենք շրջադարձ կատարենք, գնանք ուրիշ տեղից փորձենք հետադարձ կատարել, որտեղ այդ դեպքում մենք կմնանք խաչմերուկում և կխանգարենք մյուս մասնակիցներին երթևեկության, պետք է հասնենք ճանապարհի կենտրոն։ Այսինքն դիմացից էլ էր կանաչ մեր Հա, մոտ հիմա գնացինք առաջ և մենք չենք կատարելու, գնալու ենք ձախ դեպի գազ տվեք։ կատարենք, հա, ուղղակի աչք չենք կարողանալ։ Չենք կարողանա, որովհետև այս մեքենաները սկսեցին գալը, հետո մեքենան մնացել է, մենք արդեն չենք կարողանա կատարենք, ավելի ճիշտ չի լինի այնտեղ հետադարձ կատարել, երթևեկությանը մենք կխանգարենք, կբացվի սվետաֆոր, այս մեքենան կսկսեն շարժվելը, մենք էլ կմնանք խաչմերուկում։ Հիմա շատ գազ մի տվեք, հիմա փորձենք ստեղ հետադարձ անել, ձախը միացրեցինք ու կատարում ենք մի քիչ հեռու, միջև վերջ պտտենք, միջև վերջ ու չկատարեցինք, գնացինք ձախ։ Գազ տանք։ Չհասցրեցինք, գնացինք։ Բայց ինչ է խնդիրը, որ չհասցրեցինք։ Դե մենք արդեն միջև կատարեցինք, արդեն մյուս մեքենաները շարժվեցին, իրանք չսպասեցին մեզ։ Մենք գտնվում ենք վտանգավոր գոտում, մեզ բաց չթողեցին։ Չզիջեցին, հա, դրա համար մենք էլ չկարողացանք կատարենք, դրա համար ստիպված շրջադարձ կատարեցինք։ Ոստե հետադարձը կստացվի, ինքը նեղ խաչմերուկ չի, կարևորը պետք է չշտապենք ժամանակին խաչմերուկի կենտրոնից հետադարձ կատարենք։ Վթար տեղի ունեցել խաչմերուկում մնան երկու տաքսիները բախվել են իրար նշանակում։ Բայց կարծում եմ, եթե այստեղ տեղի ունեցել վթար, այստեղից հետադարձ անելը չեն թույլատրի։ Ահա, չէ, կթույլատրվի կանենք, պրոստը երթևեկությունը մի քիչ դժվարանալու։ Այս անցնելու ենք։ Կանգնիցը պետք է անցնենք, հա, հասնենք որտեղ։ Ահա, բավական է, ահա, ղեկը ների պտտենք ձախ և կանգնենք միջև վերջ, ահա, տորոզը մի քիչ բաստոյի թող գնա։ Հիմա բայց մեր համար կանաչ է, չէ։ Հա, բայց սպասելու ենք միջև ավարտվի ուղիղը, նոր մենք կուտք ենք գործելու։ Իրանց հիմա փակվի ճանապարհը, նոր մենք կգնանք։ Հա, այդպես ավելի հեշտ կլինի։ Հա։ Հիմա տորոզը բաստողեցինք, կարմիրից հետո գնում ենք։ Այս մյուսն էլ ենք բաստողում, կամաց այս մյուսն էլ ենք բաստողում, նոր գնացինք, ահա, կամաց, ղեկը ուղենք, այս շարքով շարունակեցինք։ Տեսակ չէ, ստացվեց, բայց այն մյուս մեքենաները, որ շարժվեցին, արդեն մի քիչ դժվարությամբ կատարեցինք, բայց ամեն դեպքում իրանք չխանգարեցին մեզ, մենք կարողացանք հետադարձ կատարել։ Այնպես որ խաչմերուկում հետադարձ կատարելուց առաջ պետք է ճիշտ գնահատել իրավիճակը։ Օրենքի առջև բոլորը հավասար են, անկախ դրանից, թե ինչ ավտոմեքենա են վարում։ Շատերը, ինչպես տվյալ դեպքում Մերսեդեսի վարորդը, կորցրել են իրավիճակի սթափ գնահատելու կարողությունը։ Այդպես է նաև շատ բնակավարներում։ Երևանի քաղաքապետարանին հարող այս խաչմերուկը միշտ ծանրաբեռնված է։ Բերված տեսանյութում միանշանակ մեղավոր է սպիտակ մեքենայի վարորդը, սակայն
Փաստ է, որ վթարը սադրեց տաքսու վարորդը։ Ավտոբուսի վարորդին այստեղ մեղադրել չի լինի, նա ուղղակի փախցրել է ավտոբուսը հնարավոր վթարից։ Նորից տաքսի, այն պետք է գնա ուղիղ, սակայն չգիտես ինչու աջ է թեքվում։ Տրանսպորտի եւ կապի նախարարության գործը օրեցօր ավելանում է, քանզի պետք է խստացվի լիցենզավորման կարգը։ Վարդագույն Ֆորդի վարորդը վարդագույն երազներին է տրվել եւ ոչինչ չի նկատում։ Ինքնահաստատվելու կարիք շատերը ունեն, սակայն ճանապարհային երթևեկությունը դրա համար չէ։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը նման է առողջ մարդու, իսկ առողջության ապահովման կարևոր բաղադրիչներից է ճանապարհային երթևեկության կազմակերպումը, բայց ամեն ինչ վարորդի ձեռքում է։ Հիշեք, կյանքը տրվում է ժամանակավորապես, վերցվում ընդմիշտ։